Շարունակում է թիրախավորել առանձին սրբազանների եւ ընդհանրապես ինչով է այս ամեն ինչը պայմանավորում, ինչի կարող է հանգեցնել։ Չի կարող Փաշիզադեի եւ Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայրաթորի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Իրականության մեջ բազմաթիվ անգամներ, այդ թվում եւ առաջին հերթին այն падգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, ռևանշիզմը, որը Ադրբեջանն է համարում ռևանշիզմ, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։ Այստեղ ես ուզում եմ կարևորել ու լրագրողական համայնքի ուշադրությունն էլ հրավիրել այն փաստի վրա, որ փաստացի պայմանագիրը, որը ձեռք են բերել, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման։ Մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ դրվագը կետ կար այդտեղ համաձայնեցված, հիշում եք Փաշինյանն էլ հայտարարեց այլևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին, անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագրի մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է եւ երկրորդ դրվագը պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանը ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի եւ սահմանադրությանը հակասի, ես կփոխեմ սահմանադրությունը, կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություն։ Այսինքն, ամենակարևոր դրվագը Ադրբեջանի հետ բանավոր եւ գրավոր ձեռք բերված պայմանավորվածությունները անգամ առանց պայմանագրի ստորագրման հիմա կատարվում են եւ ընթացքի մեջ են։ Այդ բանից է, հա, ներքին պայմանավորվածություն։ Այլ որևէ բացատրություն, այլ որևէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։ Ինչու է, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, Երևանում, դրան հաջորդում արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչու է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարակներում հանդես է գալիս այդ թվում նաև արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում, բայց երբ ակտիվացնում է իր կապերը, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում տեղի ունենում, կրկնում եմ, Փաշիզադեի եւ Փաշինյանի կողմից։ Դա պատահականություն ուղղակի չի կարող լինել։ Պահանջում է, որպիսի պատկան մարմինները զբաղվեն, հա, այս հարցով եւ կասեցնեն այս գործունեությունը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք պատկան մարմիններից։ Ամբողջությամբ մեր սատարումն ենք հայտնում հոգևոր Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, մեր բոլոր լծակներով, գործիքակազմերով պատրաստ ենք աջակցել ու նաև հնչեղություն հաղորդել այդ պահանջին, պարզապես խնդիրը այն է, որ չենք տեսնում հնարավորություն, որ այս իշխանության դեպքում հասկանում եք, նախաձեռնողը չի կարող սանձել ինքը իրեն։ Մենք պահանջում ենք դադարեցնել արշավը մեկից, ով ծրագրել եւ նախաձեռնել է այդ արշավը։ Այստեղ է ամենամեծ հարցը։ Ես կարծում եմ, ինչպես մեր ինքնության բոլոր հիմքերի, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը խոշոր հաշվով այս պահին մնացել է հանրության տիրույթում ու հանրային պաշտպանությունն է, որ այս օրերին պիտի արտահայտվի ու նաեւ անհրաժեշտության դեպքում, եթե այս արշավը այլ ընթացք է ստանալու եւ սրվելու է, նաեւ դրսևորվի։ Ես հայտարարում եմ մեջ բերել Սրբազան Աչապահյանի խոսքերը, եթե իրենք պատրաստ են ամեն տեսագործողություն իրականացնել, մենք պիտի պատրաստ լինենք ամեն կերպ պաշտպանել մեր ինքնության, այդ թվում նաև ֆիզիկական ներկայությամբ, երբ դրա կարիքը կլինի այս փուլին, քանի որ մենք տեսնում ենք տեղեկատվական արշավ, տեղեկատվական դաշտում դիրքորոշում արտահայտելով Հայաստանը հիմա գծվում է ջրբաժան։ Այդ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր կատարում են այլևի պահանջները, հարձակվում են եկեղեցու վրա եւ նախաձեռնել են այս արշավը ու սատարում են ու պաշտպանում են, բնականաբար մյուս կողմում պիտի մոբիլիզացվեն բոլոր նրանք եւ հանրային դիրքորոշում արտահայտեն, ովքեր այս հարձակումը համաձայն չեն եւ չեն կիսում։